Ողջույն գործարարիքին միացած լսողներ եւ դիտողներ, մեզ այս պահին լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ եւ միշտ կարող եք այդ հաճախականությամբ լսել։ Թարմ ուղեղով զրույցն ենք սկսում այս պահին, մեր տաղավարում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավարը Սուրեն Սուրենյանցը, ողջույն պարոն Սուրենյանց։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք Գյումրու ընտրություններից հետո սա առաջին հանդիպումն է, հավանաբար ճիշտ կլինի, որ մենք հենց Գյումրիից սկսենք։ Առհասարակ ընտրության արդյունքները կարծես թե ոչ ոքի չեն գոհացնում եւ համաձայնություն չկա, թե երկընտրանքը ում միջև պիտի լինի այս դեպքում։ Նախ այդ մասով զրուցենք, բայց նախ ուզում եմ հասկանալ ձեր գնահատմամբ ամեն ինչ արդար անցավ այնտեղ։ Արդար ընտրությունների մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Որտեղ կա վարչական ռեսուրսի այդ կարգի գործադրում եւ որ ընտրություններում այդքան ուժեղ շեշտված է կլանային բաղադրիչը, այդ ընտրությունները կարող ենք համարել մրցակցային, բայց օրինական, բացի բառից դասական բնորոշմամբ համանել չենք կարող։ Այսինքն առհասարակ կարծում եմ, որ աշխարհում պիտի որ արդար ընտրություններ չլինեն, եթե Չէ, այդպես չի, որովհետև վարչական ռեսուրսի չարաշահման ինչ-որ սահման կա, որից հետո նոր ձեր ասածը ճիշտ է, եւ կլանային բաղադրիչ այնպես չի, որ ժողովրդավարություններում շատ տարածված է կլանային բաղադրիչը։ Ամեն ինչ հարաբերականության մեջ է, այդ առումով ձեր հետ համաձայն եմ, բայց ընտրությունները, որը շատ կեղտոտ էր վարչական ռեսուրսի չարաշահման իմաստով եւ հակակառուցության իմաստով։ Ինչու՞։ Մի փոքր ուզում եմ մանրամասնենք այդ մասով։ Ինչն էր հատկապես ձեզ համար չափից դուրս չարաշահված։ Տեսեք, առնվազն 3 նախընտրական, 4 նախընտրական շտաբ թիրախավորվել է ԿՊ-ի կողմից։ Հետո բնականաբար մենք էլ հակադարձել ենք։ Այդ ձերբակալությունները, որ Մարտուն Գրիգորյանի շտաբում արեցին, Մայր Հայաստանի շտաբում արեցին, Վարդան Ղուկասյանի շտաբում չարեցին, բայց սպառնալի կնչեցրեցին, հա։ Մեր տեխնացուի հետ կապված այդ թուրքական անցագրի հետ կապված պատմությունը, որը ոչ մի հիմք չուներ, սև PR էր։ Այս բոլորը թույլ չտվեց, որ ընտրություններում ծրագրային քաղաքական բաղադրիչը առաջի պլան մղվի։ Բայց եթե Գյումրիի մասին ենք խոսում, երկու կարևոր երկու դրական բան կա այնուամենայնիվ։ Դա այն է, որ ԿՊ-ն չնայած բոլոր գործադրած ջանքերին 50% գումարած մեկ չհավաքեց, եւ երկրորդ բանը, որի համար ես շատ ավելի ուրախ եմ, դա այն է, որ բոլոր այն ընդդիմադիրների թեզերը, որոնց թվում եմ ես, որոնք պնդում էին, որ ընտրությունների ճանապարհով լուծում կա, այսինքն կարող ենք հասնել իշխանության փոփոխության, արդարացվում են։ Պարոն Սուրենյանց, կարծում եք իշխանությունը չէր կարող այնպես անել, որ քաղաքացիական պայմանագիրը 50+ հավաքեր։ Տոտալիտիկ եղծեր, այսինքն վարչական ռեսուրսից զատ պիտի քվեատուպեր լցոնում անեին։ Ինչու չարեցին։ Ինչը խանգարեց։ Այս իշխանությունը ամեն դեպքում այդ մի կարմիր գիծը դերևս պահպանել է։ Դա փաշ չի, որ համապետականում նման բան չեն անի, որտեղ այնտեղ գինը քաղաքական ավելի մեծ է։ Չմոռանանք, որ սա այնուամենայնիվ համայնքային ընտրություն է, եւ ես կարծում եմ այն գինը չէր, որի համար այդ կարմիր գիծն էլ հատեն։ Իրենց վերջին կարմիր գիծը, իդեպ։ Վերջինն է դա։ Ներքին կյանքում, այո։ Բայց ամեն դեպքում Գյումրու ընտրությունները բավականին այսպես կարծում եմ ուռճացված ներկայացվեցին։ Արդյոք իրականում կարիքը կար դրա այդքան մասշտաբային եւ այդքան կարեւորագույն իմաստ տալ դրան կարեւորել դա, թե ամեն դեպքում իսկապես դա առաջին քայլն էր նախ համապետական ընտրություններից առաջ։ Երկու ծայրահեղ մոտեցում կար։ Հիմա էլ կան, որ պահպանված է Գյումրի ընտրությունների հետ կապված։ Առաջին մոտեցումն այն էր, որ դրանք սովորական թիմ ընտրություններ են, դրա ջատակովի սկզբանե իշխանությունն էր, բոլոր իշխանությունները իդեպ այդպեսին են լինում, որը իրական չի այնքանով, որքանով Գյումրին երկրորդ քաղաքն է հանրապետության, կամ ինչպես իրենք են սիրում ասել, հայրաքաղաքը, եւ այդ ընտրությունները մասշտաբային լինելով հանդերձ նախորդում էին խորհրդարանական ընտրությունների, այսքանով այդ սոսկ թիմ ընտրությունը թեզը կոտրում է։ Երկրորդ թեզը այն էր, որ Գյումրիով հեսա կհասնենք իշխանափոխության, այս թեզն էլ արհեստական թեզ, ոչ մի թիմ ընտրություն
նույնիսկ ամենանշանակալին, նույնիսկ Երևանի թիմ ընտրությունները, հա, ի վիճակի չեն ավտոմատ բերել հանրապետությունում կենտրոնական իշխանության փոփոխություն։ Այո, կարող են ներքաղաքական ստատուս քվո փոխել, այո, կարող են քաղաքական վերադասավորումներ առաջացնել, բայց դա ուղիղ ճանապարհ չի դեպի իշխանափոխության, եթե ընդդիմությունը հաղթի։ Այսինքն միջին ճշմարտություն կա, որ այս ընտրությունները ունեին շեշտված նաև քաղաքական համատեքստ, որը կարող էր քաղաքական խճանկարի վրա ազդեցություն ունենալ։ Հիմա իսկ արդյունքները ինչ են հուշում ունեցավ։ Ցավոք սրտի ոչ, որովհետև մեծ հաշվով ճիշտ է, ես կողմ եմ, որ ընդդիմության կոնսոլիդացիա տեղի ունենայի վերջը կպնզրկվի իշխանությունից Գյումրիում։ Դրան կողմ եմ։ Հետընտրական նման կոչել արել եմ։ Չեմ նշել որ տեխնացուի շուրջ ինչ հետաքրքիր կլինի, որ ընտրողը պատվիրակել է, որ ԿՊ-ական իշխանություն չլինի, մյուս 4 խաղացողները, ովքեր ներկայացված են հավաքանիում, այնպիսի համաձայնությունների կան, որ այդ պատվիրակումը տեղացնի, հա։ Պարոն Սուրենյանց, բայց արդյոք դա արդար է, տեսեք։ 18 թվականին էլ մարդիկ մտածում էին, որ այ Սերժ Սարգսյանը գնա, ով ուզում է թող գա, միայն թե Սերժ Սարգսյանը գնա։ Տեսոնք։ Ինչպես նույն, գրեթե նույն բանն է, ինչ տարբերություն։ Այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի թիմը գնա, Նիկոլ Փաշինյանը հեռանա, բայց թե ընդդիմությունից ով կգա, ինչ գաղափարախոսությամբ կգա, ինչ քաղաքականությամբ կգա, կարծես թե միշտ չի որ հետաքրքրության եք դրթում։ Բայց լավ եք անում, որտեղ դա ձեր առաքելությունն է։ Եթե ուզում եք իմ կարծիք իմանալ, Վարդան Ղուկասյանը ամենաիդեալական այլընտրանքը չի։ Իհարկե ինքը իդեալական այլընտրանք չի։ Ինքը կլանային համակարգի ներկայացուցիչ է, հա։ Այդ առումով Գյումրիում քաղաքական ուժերը պարտվել են, որտեվ առաջի եռյակում են իշխանությունը եւ երկու կլանների խոշոր Գյումրվա կլանների ներկայացուցիչներ։ Այս առումով քաղաքական համակարգը Գյումրիում ֆիասկո է ապրել, եթե շատ անկեղծ ասենք, ամբողջ քաղաքական համակարգը ֆիասկո է ապրել, այլ խոսքով ասած Գյումրիի մոդելը համապետական ընտրությունների համար օրինակելի չի։ Եթե այս կոնտեքստում հարցնայինք, այս կոնտեքստում ես ձեր հետ համաձայն եմ։ Մյուս հարցում ձեր հետ համաձայն չեմ։ 2018-ին իրեք գործում էր Սերժը չլինի ով ուզում է լինի, բայց այս դեպքում ով ուզում է լինին կոնկրետ 4 քաղաքական ուժի ներկայացուցիչների կամ այն երկուսին առավել եւս շորտն ընտրել իր քվեներով։ Ոչ թե փողոցում նրանք ինչ-որ շարժում են արել, հա, օգտվելով ԿՊ-ի նկատմամբ հանրային համակրանքից, այլ տեղի ունեցել քվեարկություն, մարդիկ ինչ-որ համամասլության մեջ գնացել են քվեարկություն են արել։ Բայց կարևոր է, չէ՞, հաշվի առնել, թե մինչև ընտրությունները ինչա տեղի ունեցել։ Օրինակ։ Այն իշխանափոխությունը, որը տեղի էր ունենում, խոսքը հենց բուն ընտրությունների մասին, չի փողոցային պայքարը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Գյումրիից մինչև Երևան։ Վերջ ինքը նշանակում է ձեր ասածը, դուք ձեր ասածը։ Դա պարզապես, չէ, ես ոչ թե հակադարձում եմ իմ ասածին, այլ ընտրությունները ապացուցեց այն ինչ որ տեղի էր ունեցել փողոցում, բայց գաղափարախոսությունը, որ այ մերժենք լավ լինի։ Դա լավ բան չի իհարկե, մերժման հիմքով ինչ որ մարդ Դե հիմա էլ ենք դա անում, էլի։ Բայց ցավոք սրտի, քանի որ Հայաստանում ձևավորված չի այն քաղաքական այլընտրանքային կենտրոնը, որը կարողանա հասարակությանը կոնսոլիդացնել պոզիտիվ ծրագրերի, գաղափարների շուրջ, հա, որ ոչ միայն բացառման սկզբունքով իրան ընտրեն, այլ նաև հենց իրեն ընտրելու համար իրեն ընտրեն։ Կար նման ուժ։ Չասում եմ ձևավորված չի։ Միշտ առաջանում է այս վիճակը։ Հիմա եթե կոնկրետ Գյումրիի մասին ենք խոսում, կա հետընտրական կոնկրետ վիճակ։ Ու մի հատ մեծ բարդություն կա այս ճանապարհի։ Հիմա 3-4 օրը աշխարհի բոլոր խնդիրները թողած, նաև Հայաստանի, մենք քննարկում ենք Մարտունը ինչի հեռախոսը չի վերցնում հարցը։ Իրականում ես Երևան Ունեք այդ հարցի պատասխանը, ինչու չի վերցնում։ Ես հասկանում եմ այդ հարցի պատասխանը։ Եվ տեսեք Երևանում նստած բոլորը, գրեթե բոլորը, հա, առանց բացառության միայն ներքաղաքական կոնտեքստում են փորձում գտնել այդ հարցի պատասխանը։ Բայց Գյումրիի ընտրություններում ներքաղաքական կոնտեքստը պարտվել է կլանային կոնտեքստին։ Հետևաբար այդ հարցի պատասխանը միայն քաղաքական տիրույթում փնտրելը մեզ տանելու է փակուղի։
Որովհետև բոլորի համար գաղտնիք չի։ Էնպես են խոսում, կարծես բոլորս այլ մոլորակից ենք եկել եւ չգիտենք, որ Մարտուն Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի մեջ կա նրանց գերդաստանների, կլանների մեջ կա այլունոտ հետագծով անցյալ, հա, որը ոչ վաղանցյալ էլ չի։ Ոչ վաղանցյալում ա եղել եւ Գյումրվա կոդեքսից ելնելով Գյումրվա թասիբի բանի կոնտեքստից տեղական կոդեքսներից ելնելով իրանք երկուսով էլ իրար միանալ չեն կարող։ Ինչքան էլ որ մենք Երևանից բոլորս պնդենք, որ ներքաղաքական շահերը ստիպում են, որպիսի դուք միանաք, որպիսի եւ այլն, ստեղ 2-3 լուծում կա։ Կամ առաջի դեմքերը ցուցակների երկրորդ պլան են մղվում, X տեխնացու են առաջադրում, այդ լարվածությունը թուլանում է, կամ Մարտունն ու Վարդանը համաձայնության են գալիս երրորդ կամ չորրորդ խմբակցությունների ղեկավարներին պաշտպանելու հարցում։ Սա երկու մոտեցումն է։ Երրորդ մոտեցումը արտահերթ ընտրություններն են։ Ես համարյա զրոյական եմ համարում տարբերակը, Վերջին տարբերակը։ Չէ, համարյա զրոյական եմ համարում առաջի այն տարբերակը, որ Մարտուն Գրիգորյանը կարող է Վարդան Ղուկասյանին աջակցել, կամ Վարդան Ղուկասյանը Մարտուն Գրիգորյանին, միակողմանի չտանենք։ Հետևաբար կամ երրորդ տեխնացուի շուրջ համաձայնություն պիտի տեղի ունենա, ինչը տեսականորեն հնարավոր է, կամ պիտի գնան արտահերթ ընտրությունների, ինչի օրենսդրությունը ենթադրում է, այսինքն երբ որ փակուղայի վիճակ կա, կոալիցիաներ չեն կարողանում ձևավորվել ավականիում, ճանապարհը դա է։ Երկուսի մեջ էլ ես ողբերգություն չեմ տեսնում։ Եթե համապետական մակարդակով չնայենք այս ընտրություններին, Գյումրեցու համար ով է նախընտրելի եւ ինչու։ Ինչ է ուզում այս ընտրությունների արդյունքում ստանալ Գյումրեցին։ Որովհետև այս ընտրությունների արդյունքում բոլորը նայում են այդ քաղաքական կոնտեքստով, թե ինչա տեղի ունենալու 26 թվականին եւ ով ինչ պիտի ստանա դրանից, բայց ոչ մեկ չի հարցնում, այս մարդիկ ինչ են ուզում։ Գյումրեցին ուզում է ասֆալտապատ քաղաք, 360 փողոցներից 180 ընդհանրապես ասֆալտապատ չէ։ Շատ անբարեկարգ վիճակում են։ Գյումրեցին ուզում է տրանսպորտային նորմալ ցանց, որտեղ ժամը 7-ից հետո միայն տաքսիներով կարող են այդ մարդիկ երթևեկել, այսինքն չկա տրանսպորտային այնպիսի համակարգ, որ Երևանի պես ենթադրենք, շատ ստեղ էլ է շատ վատ վիճակում։ Ստեղ էլ 10-ից գրեթե չեն աշխատում։ Հա։ Երրորդը Գյումրեցին ուզում է լուծված տեսնել դոմիկների խնդիրը։ Իսկ մոտավորապես 3-ից 4000 մարդ դերևս դոմիկներում է ապրում։ Գյումրեցին ուզում է լուծված տեսնել թափառող շների խնդիրը, որոնք իսկական պատուհաս են դարձել այդ քաղաքի համար։ Գյումրեցին ուզում է մեծ հաշվով բարեկեցիկ կոմֆորտ քաղաք, հա, այս բոլոր խնդիրները թվարկելով։ Հիմա այս առումով Գյումրեցին ֆավորիտ չի ճարել, ֆավորիտ չի ունեցել։ Այսինքն որևէ մեկի նախընտրական խոստումներին էլ լիարժեք չի հավատացել։ Դեռ գործող իշխանությունը խոստանում էր մի բան, որ 7 տարում դրա 1% անգամ չի արել։ Նախկին քաղաքապետին չնայած գովազդում էր իր գործերը, բայց այնուամենայնիվ կարող էին հարց տալ։ Բայց ինչի հետո սենց ժառանգություն մնաց։ Ընդհանրապես որևէ մեկիս այդ խոստումներին էլ Գյումրեցին չհավատաց։ Թե չէ մենք հիմա կունենայինք մի տեխնացու, որը այս ամեն ինչից դուրս մի զգալի չափով Գյումրեցու վստահության քվեի արժանացած կլիներ։ Իսկապես դուք ճիշտ եք, ներքաղաքական գզվրտոցները Գյումրեցիների 80%-ին չեն հետաքրքրում։ Դե ի վերջո նրանք երկրի վարչապետ չեն ընտրում, երկրի ազգային ժողով չեն ընտրում, հա? Ընտրում են մարդ, որը պարտավոր է այդ առաջին հերթին Որովհետև հետո բոլորը անցնելու են իրենց գործերին, այդ մարդիկ են պատասխանատվությունը կրելու։ Ես զերետ նստած եմ արդեն Երևանում, տաղավարում, չէ, որպես Այո, ընտրությունները ավարտվել են, հիմա այդ մարդիկ են այնտեղ։ Բայց ես շատ կուզենայի, որ համաձայնությունները որ կգան հիմա, թեկուզ ընդդիմադիր ուժերում, ձեր ասած պարամետրերը շատ ուժեղ հաշվի առնեն, որովհետև այնուամենայնիվ մենք ընտրում ենք, այո, քաղաքի մենեջեր, որը քաղաքական գործոնել է իհարկե, չանտեսենք, հա, բայց Գյումրեցին պետք ունի այդ 3-4 անհրաժեշտության, որի մասին ես ձեզ ասեցի։
ուղղակի չեք պատկերացնի, այսինքն եղել է Գյումրիում, կարող եք շատ հեշտ պատկերացնել, բայց այնուամենայնիվ ասեմ, Զավեշտա Գյումրիի կենտրոնից 2 կիլոմետր ոտքի այլ տեղ գցելը, օրինակ Գյումրու կենտրոնը եւ 58 թաղամասը այնքան տարբեր են իրանց կենսամակարդակով, եւ կենսամակարդակով, որ քեզ թվում է ընդհանրապես երկու տարբեր քաղաքներում ես կամ երկու տարբեր բնակավայրերում ես։ Նույնիսկ Գյումրիի կենտրոնում մեկ փողոց հետո լրիվ այլ վիճակ է։ Ուզում եմ ասեմ, այդ քաղաքը համաչափության վերադառնալու խնդիր ունի զարգացման։ Դրանով իհարկե քաղաքային տնտեսության մասնագետները ավելի լավ կարող են այդ հարցին պատասխանել, բայց ես մի 12-13 խնդիր Գյումրիին բնորոշ խնդիր, հա, իմ համար ֆիքսած ունեմ եւ բոլոր քաղաքական ուժերի անունից կարող եմ ներողություն խնդրել, որ գյումրեցիներին ներկայացել ենք բոլորս միասին շատ անպատրաստ այդ խնդիրների լուծման դեղատոմսեր առաջարկելու առումով։ Պարոն Սուրենյանց, դուք էլ մասնակցեցիք ընտրություններին, գոհ եք այն արդյունքներից, որոնք ստացաք, թե ամեն դեպքում այն ճնշումները, որոնք տեղի են ունեցել վարչական ռեսուրսի կիրառումը, նաև որի մասին դուք խոսեցիք, իսկապես ձեզ խանգարել է։ Այո, Սև PR-ը նաև ձեր տեխնացուի մասով, թե տեսեք, քաղաքական խնդիրը ես լրիվ լուծված եմ համարում գլոբալ, այսինքն ես եղել եմ կառավարության առաջի գծում եւ ամեն ինչ արել եմ, որ քաղաքացիական պայմանագիրը ավելի մեծ արդյունքներ չունենա։ Այդ մի խնդիր է, լրիվ լուծել եմ։ Երկրորդ խնդիրը կարողացել ենք կոնսոլիդացնել մի հատ թիմ, որը լավ վատ ինչ-որ ցուցանիշ է ունեցել 3%, անցողիկությանը չբավարարեց ընդամենը 400 ձայն, հա։ Բայց երրորդը դա այնա, որ ֆրակցիա չունես քաղաքական պարտության մասին է դա խոսում, այսինքն որպես քաղաքական թիմ, բայց գիտեք, ես շատ չէի դառնանա, եթե խոսքը մի կուսակցության պարտության մասին էր, խոսքը մեր մասին, հա։ Նախ մասնակցության ուռճացված այդ մակարդակը եթե չլներ, որը ոչ միայն մրցակցության, այլ նաև բանի հետևանք էր, վարչական ռեսուրսի չարաշահման, օրինակ տեսեք, նախորդ իմ ընտրությունների 27000 էր մասնակցել, հիմա 47000։ Հիմա 26-27000-ի պարագայում մենք շատ հեշտ անցնում ենք, իսկ բանի պարագայում 35000 մասնակցության դեպքում նույնիսկ անցողիկության շեմը հաղթահարում ենք, 47000-ի պարագայում չձգեցինք, այդ նշանակում է, որ մեր կազմակերպչական եւ քաղաքական ռեսուրսները բավարար չէին, ցարմով պիտի հետեւություններ անենք, սա մեկ, բայց ինձ դառնացնում է ոչ այն փաստը, որ մենք 3-4-ի փոխարեն 3 ստացանք, որտեղ ի վերջո միջև թիմ համապետական ընտրությունները ես այդ 3-ը 4, 5, 6 կարող եմ դարձնել, հա, Գյումրի հետ կապը պահելով, արդյունավետ աշխատելով, թիմ ուժեղացնելով եւ այլն։ Ինձ դառնացնում է, որ Գյումրիում քաղաքական համակարգը պարտվեց։ Զրույցի սկզբում մեր, ես այդ մասին հասեցի։ Հանեք առաջի, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնելու, ինչ եմ ասում հանեք, առաջին իշխանությունն է իր ռեսուրսներով, երկրորդ, երրորդը կլաններն են իրենց ռեսուրսներով։ Այդ բոլորին, որ հանում ենք, տեսնում ենք քաղաքական ձայները չափազանց փոքր են։ Իսկ Երևանում ինչ մթնոլորտ է այդ մասով ձեր տպավորությունը։ Գյումրիի մասով։ Այո։ Առհասարակ Գիտեք, հիմա շատ մեծ տպավորություն է, որ գիտեք, նախ Երևանի այդ փորձագիտական շրջանակներում շատ անկեղծ լինենք, դիլետանտիզմը Գյումրիի պատճառով չի որ առաջացել, հա։ Դուք նկատել եք, որ շատ մարդիկ ամեն ինչի փորձագետ են։ Ամեն ինչի։ Դե դա միշտ է։ Հա, ամեն ինչի։ Վերջին եւի ամեն ինչի փորձագետ են, այդ խնդիրներից հասկանան, թե չէ։ Նույն վարակը տարածվեց նաև Գյումրիի թեմատիկայի վրա։ Գյումրիի որևէ սպეციფիկա չհասկանալով այնպիսի նույնիսկ աշխարհակաղակական համատեքստին վերաբերվող վերլուծություններ են անում Գյումրիի ընտրությունները հիմք ընդունելով։ Իմ մոտ այդպիսի օրինակ էս Մարտունի եւ Վարդանի վեճին, հա, անդրադառնում են բացարձակապես ներքաղաքական պրիզմայով, որը որևէ աղերս չունի Գյումրիի հանրային տրամադրությունների հետ։ Գյումրիում ընտրությունները կառուցված են այսպես կոչված ընդհանրապես այդ քաղաքն, այսպես կոչված մայլյանների սկզբունքի վրա։ Երևանի լեզվով ասած թաղամասերի։ Այո։ Հա։ Մայլյան ընտրական միավորն է, քաղաքական գործոնն է, հա։
Այդ որ ասում են Սարիկը, կներեք, Մարտունը դավաճանում է իր ընտրողներին, եթե Վարդանին ձայն չի տալիս, ասում եմ ճիշտ հակառակն է Գյումրիի կոդեքսով։ Ճիշտ հակառակն է։ Մարտունի ընտրողների համար կարմիր գիծ են ԿՊՆ ու Վարդանը, Վարդանի ընտրողների համար կարմիր գիծ են ԿՊՆ ու Մարտունը։ Որտե ասեցի իրանց մեջ գոյություն ունեցող, այդտեղ մայլաներով է։ Օրինակ որևէ ուժ չեր մտածում Սլաբոդկայում ակտիվ քարոզչություն ծավալելու մասին, որտեղ դա Վարդան Ղուկասյանի թաղամասն է, Թուրքի Մայլյան Ավզնոցը այդ Մարտուն Գրիգորյանի թաղամասերն են կամ Մայլեկը։ Մեր տեխնացում միջինից շատ ավելի բարձր ձայներ ստացավ պոլիգոններում, որտեղ դա նրա թաղամասն է, ու այսպես կարող եմ շարունակել։ Ակնհայտ էր, չէ՞, որ Գյումրիում նոր դեմքեր գրեթե չկային, բոլորը հին դեմքեր են։ Գյումրիում քաղաքական գործիչ ճանաչում եք։ Հին դեմքերն էին եկել ընտրության եւ շատ հին դեմքերը, դրա մասին ինչ կասեք, Վանասարյան։ Կասեմ, որ 2021-ի մոդելը կրկնվեց։ Մենք չենք կարող մի շատ կարևոր հարց լուծենք եւ անդադ մնում ենք այս փակ շղթայի մեջ։ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու համար կամ իր իշխանության կայունությունը ապավելու համար այդ սև սպիտակը ոնց կուզեք ասեք էլի այդ բաժանումը մի քանի վարիացիա չէ ունի։ Դրել է ու միջև հիմա շատ արդյունավետորեն աշխատացնում է դա։ Ճիշտ է, ռեյտինգը գահավիժել է, 50% գումարած մեկ չի կարողանում ստանալ։ Բայց դա հոգեբանորեն ազդել է վերջո։ Ինչը։ Այդ բաժանումը հոգեբանորեն ազդել է ու ազդել է եւ տեսեք ոնց է, այո, Գյումրիում ժողովրդի ըստեյության կային նոր ուժեր, ասենք մեր տիպի ուժեր, հա, բայց թե անցողիկությունը շեմա հաղթահարած, թե չհաղթահարած նոր ուժերը մեծ հաշվով եղանակ չկարողացան ստեղծել։ Այս սրա համար եմ ասում, որ քաղաքական միտքը կամ գործոնը պարտվեցին, որովհետև չի կարող, չէ, անդադ նույն ցիկլի մեջ ընտրություն լինել։ Նույն դեմքերը, նույն մարդիկ 2021-ի մոդելին է շատ նման Գյումրվա ընտրությունները։ Շատ նման են 2021-ի խորհրդարանական ընտրությունների մոդելին։ Ստեղ էլ չէ 2021-ին ընդդիմության առաջատար տեխնացուն առհամարական կամ կամարական վերաբերմունքներ ընդդիմության մյուս սեգմենտների նկատմամբ, որտեղ գնում էր կրելու, դա վերջում ինչ եղավ բոլորս գիտենք, այնտեղ էլ Վարդան Ղուկասյանը կամարանքով էր վերաբերվում ընդդիմադիր մյուս սեգմենտներին, հա, նույն, այսինքն շատ նույն մտածողության առումով նույնիսկ նույն վիճակն է, ինչ որ 2021-ի այդ քաղաքական ուժերին, օրինակ Սուրեն Սուրենյանցին, օրինակ Անդրանիկ Թևանյանին, օրինակ, չգիտեմ, այնտեղ բանին, ապրելու երկրի ղեկավարությանը հենց սա պիտի մտահոգի, ոչ թե ստացած ձայների շատ կամ քիչ լինելը, որ մենք չենք կարողացել կոդրել այն մոդելը, փակուղային այն մոդելը, որ հաստատվել է 2021 թվականի ընտրություններին։ Տեսեք, անցել է 4 տարի, մոտենում ենք նոր համապետական ընտրությունների, բայց մեծ հաշվով այդ մոդելը պահպանվում է։ Եվ վերջում մի հարց էլ է հետաքրքիր, իշխանությունը բացարձակ շեղվելով թեմայից, քանի որ սահմանադրության հարցը կրկին է եւ շարունակում է օրակարգի կարևորագույն հարցերից մեկը լինել, արդյոք իշխանությունը ունի այն լեգիտիմությունը, որ գնա սահմանադրության փոփոխության։ Իսկ ինչա տեղի ունենալու։ Տեսեք, անկախ Գյումրիում խոսեցինք կլանային բաղադրիչ եւ այլն քաղաքական համակարգի տոտալ ճգնաժամ այդ բոլորը կա իհարկե, բայց Գյումրիի փարակարի ընտրությունները ու ցանկացած համայնքում կարող ընտրություն լինի, ցես կհամոզի, որ իշխանության հանրային վստահության մակարդակը ամեն դեպքում շատ ցածր է։ Լավ, ենթադրենք 30 քանի տոկոս, ենթադրենք։ Միջինացած մի թիվ եմ ասում, որը Գյումրիում արտացոլվեց, չէ՞։ Դուք գիտեք սահմանադրական ռեֆորմի համար շատ պինդ վստահության մանդատ է պետք, շատ պինդ, որպեսզի դեռ բանի հարց կա, չէ, ընդհանուր ընտրողների թվի 1/3 հայոց պիտի ասի, դա մոտավորապես 700,000 ձայնի մասին է խոսքը, 680,000-ից այս իշխանությունը բացարձակապես նման ռեսուրս չունի, բայց մի հատ ուրիշ խնդիր էլ կա, միայն իշխանության խնդիր չի։
Երբ որ հասարակությունները բևեռացված են մեծ կարգի, ոնց որ հիմա Հայաստանի հասարակությունն է, սահմանադրական ռեֆորմ չի կարող լինել որևէ երկրում։ Որտեւ եթե պետականության հիմնադրույթների շուրջ հանրային կոնսենսուս չկա, պետության գլխավոր փաստաթղթի շուրջ ոնց կարող է այդ կոնսենսուսը ձևավորվել։ Հետևաբար, հիմա Հայաստանը ամենակիչը կարիք ունի սահմանադրական ռեֆորմի, բայց դե մենք գիտենք Նիկոլ Փաշինյանը դա ինչի է անում։ Նիկոլ Փաշինյանը այնքան արկածախնդիր գործիչ է կամ ոնց կուզեք, ղեկավար, որ հայ ժողովրդի վզին է փաթաթում Ալիևի հետ այդ հարցը համաձայնեցնելով եւ հանրակրվեի բերելով սահմանադրության հարցը հնարավոր պատերազմի սանձազերծման պատասխանատվությունը։ Այո, ասենք վերածվում ենք ադրբեջանական ենթապետության, ոչ ասենք, ստացվում է այն խեղճ Նիկոլ Փաշինյանը շատ ուզում էր խաղաղություն, հայ ժողովուրդը ռազմատենչ հայ ժողովուրդը թույլ չտվեց այդ խաղաղությունը։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով զրույցները առաջին խոսափողի մոտ էր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Այսքան այսօրվա համար կհանդիպենք։ Լավ եղեք։